Ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ ազգային շահրն առաջ տանելու համար այլընտրանքային նախագծեր խումբն ու համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրում։ Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը, ասում են նախաձեռնությունների ներկայացուցիչները։ Այս հուշագիրը վերաբերում է համատեղ պայքարին մեր երկրի պետականության համար, որովհետև ինչպես մենք գիտենք, այս պահին մեր պետականությունը իսկապես շատ խոցելի վիճակում է գտնվում։ Ես ուզում եմ կարևորել համահայկական հասարակական դաշինքի առաքելությունը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հասկանում են, որ կարևոր խնդիրների լուծման համար նախ անհրաժեշտ է այդ խնդիրներին մոտենալ խորը վերլուծական մոտեցմամբ, այսինքն չտրվել այսօրվա պոպուլիզմի այս արատավոր երևույթներին, գտնել խնդիրների կատարել խնդիրների խորքային վերլուծություն եւ գտնել այդ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը։ Այն որ մենք գտնվում ենք իսկապես գոյաբանական պայքարի եւ խորքային ճգնաժամի մեջ, այո, այդպես է։ Եվ մենք որպես համահայկական հասարակական դաշինք փորձում ենք փնտրել այն ազգային, այն առողջ բջիջները, որոնք դեռ գոյություն ունեն մեր հասարակական մարմնի վրա, որովհետեւ համահայկական հասարակական դաշինքը եւ առանց որևէ բացառության, առանց որևէ խտրականության, առանց որևէ այսպես մտածելու մենք փորձում ենք հասկանալ եւ ընդգրկել այն միավորները, որոնք իսկապես խոսում են Հայաստանի շահերից, այն միավորները, ովքեր հասկանում են ինքնությունը ինչ բան է, ովքեր ազգային նպատակների մասին պատկերացում ունեն։ Եվ մենք փորձելու ենք այս համահայկական հասարակական դաշինքով համախմբել այդ բոլոր համահայկական ուժերը եւ ես վստահ եմ, որ համահայկական ուժերի համախմբման միջոցով է կարող լինել հաղթանակ։ Կարող է լինել իսկապես վերջում մենք հասնենք մեր ամենակարևոր նպատակին։ Հայկական պետականության կերտմանը։ Սա մեր վերջնական նպատակն է։ Արտակարգ եւ լիազոր դեսպան համահայկական հասարակական դաշինքի համահիմնադիր Ռուբեն Կարապետյանի գնահատմամբ մեր երկիրն այսօր արտաքին քաղաքականություն չունի։ Դրա համար պետք է հայեցակարգ, սկզբունքներ ու աշխարհայացք։ Շատ կարևոր է նաեւ հասկանալ Հայաստանի տեղն ու դերը աշխարհում։ Առաջարկները լսելուց երկարատև քննարկումներից հետո եկել է գործելու ժամանակը, ասում է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։ Այլընտրանքային նախագծեր խումբը հայկական օրակարգ ծրագրի շրջանակներում բազմիցս հյուրընկալել է այս դաշինքի ներկայացուցիչներին եւ մեր քննարկումների ընթացքում նրանց միջոցով տրվել է տարբեր խնդիրների վերլուծությունները, գնահատականները, ինչպես նաև առաջարկներ այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Շուրջ 2 տարի այդ առաջարկները ի վերջո մի են բերվել եւ նաև հետագայում սրանց շատ համահունչ է եղել առաջարկ Հայաստանին ծրագիրը, որտեղ որ ներառվել են նաև այդ վերլուծությունները եւ նաեւ առաջարկները։ Ես կարծում եմ այս հուշագիրը իսկապես կարեւոր է, որովհետեւ մտածող մարդիկ կարող են ներդնել իրենց ջանքերը, համատեղ ջանքերը մեր երկրի ապագայի համար։ Համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրում նաեւ այլընտրանք հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության հետ։ Հուշագիր ստորագրող կազմակերպությունները վստահ են Հայաստանում եւ Սփյուռքում կարող ուժերին միավորելու ազգային արժանապատվությունը վերականգնելու բանաձևը համազգային համախմբման ու միասնության մեջ է։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։